ուզում եմ շարունակել թեման եւ խոսենք այդ առաջարկված 300,000 աշխատատեղի մասին։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում լիքը աշխատատեղ կա եւ կա 21% առնվազն մինչև 25%-ից եկող գործազրկություն։ Մի անոմալիա վիճակ, այսինքն կա աշխատողների կարիք եւ կա գործազրկություն։ Ուրեմն ինչ պիտի արի, որպեսզի կարողանան դրանք պետքա հանդիպեն իրար։ Ուրեմն մեր խնդիրը նաեւ բարձրարժեք աշխատանք ստեղծելու հարցն է, որ մենք կարողանանք նաեւ պատշաճ մարդկանց հմտություններ, գիտելիք փոխանցենք եւ ամենակարևորը այն գիտելիքը, որ փոխանցվում է ի սկզբանե, դա կապ ունենա տնտեսության հետ, շուկայի հետ, այն պահանջների հետ, որոնք այս պահին ուրեմն շուկային անհրաժեշտ են եւ մենք ոչ թե արտադրենք այսպես բանի վրա, հա, ձեռնոցի արտադրամասի նման բուհ ավարտածներ, այլ մասնագետներ, որոնք շուկան իսկապես կարիք ունի։ Հետևաբար այստեղ այդ 300,000 աշխատատեղի մասին խոստումը իրականում 50, 60, 70 կամ 150,000 աշխատավարձով նախատեսած այդ իրանց բաներն են, հա, այդ խոպանչի աշխատողներն են։ Հայաստանը իր կոմպակտ տեսակով եւ քիչ բնակչությամբ կարծում եմ, որ պիտի շատ ավելի արդյունավետ աշխատելու ուրեմն մոդուս կարողանա գտնել։ Յուրաքանչյուր հայ 3 անգամ ավելի մեծ արդյունք պիտի ստեղծի։ Յուրաքանչյուր հայ 3 անգամ ավելի պակաս պիտի քնի, որպեսզի այդ արդյունքը կարողանա ապահովել, որովհետև մեր մրցակիցները այդ իմաստով 3 անգամ մեզնից ուրեմն առավելություն ունեն։